Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանին։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Կարապետյան, երեք Միացյալ Նահանգները հարվածեց Իրանի միջուկային օբյեկտներին, ինչն էլ ավելի խորացրեց մեր տարածաշրջանում առկա լարվածությունը։ Ձեր գնահատմամբ Միացյալ Նահանգների ուղղակի ներգրավումն այս հակամարտության մեջ ինչ հետևանքներ կունենա եւ այս ամենից հետո տեսանելի հեռանկարում հակամարտության հանգուցալուծումը որքանով է իրատեսական համարում։ Շնորհակալ եմ կարևոր հարցադրման համար, իրադարձությունները զարգանում են տարբեր սցենարներով եւ եթե մինչեւ այս պահը շատ վերլուծաբաններ պնդում էին անգամ, որ Միացյալ Նահանգները անմիջական միջամտությամբ չի հանդես գա, փորձը ցույց տվեց, որ ընդ որում ես բազմիցս եմ ասել, որ Միացյալ Նահանգները առաջին իսկ օրից կոնֆլիկտի մասնակցություն են ունեցել անմնացորդ եւ եթե շատ ավելի անկեղծ եւ ուղիղ, ապա միշտ ասել եմ, որ Մերձավոր Արևելքում Իսրայելը իրենց համար դիտարկվում է եւ այդպես էլ կա եւ որպես պլազդարմ եւ որպես պոլիգոն ցանկացած տարածաշրջանում կոնֆլիկտի համար որպես վայր, որտեղից որ մեկնարկային ինչ որ ռազմական գործողություններ կիրականացան եւ փաստացի այդպես էլ տեղի ունեցավ։ Ինչ էր դա արկածախնդրություն էր Թրամփյան։ Ես այսօր կարդացի մի հոդված, որտեղ որ մեջբերում էին արում 13 թվականի նրա հայտարարությունը, երբ որ նա Օբամային էր մեղադրում, թե այ տեսեք իր ուժը ցույց տալու համար հիմա կհարվածի Իրանին, բայց փաստացի Օբաման չարեց նման բան, արեց դա Թրամփը։ Այն որ Թրամփը իր դեմքը պետք է փրկեր եւ Իսրայելի դեմքը փրկեր, որտեղ վերջի իրադարձությունները, գիտեք, բավականին մարտի դաշտում, այսպես ասած, գործնագանում բավականին լուրջ վնասներ պատճառեց Իրանը եւ դիմադրեց։ Այո, եւ երկաթե գմբեթը կարծես իր հեղինակությունը, այսպես ասած, ոտնահարում էր, որովհետև 60-ից ավել այն ժամանակ կարող է 10-ից 2-ը ընկնեին, հիմա 10-ից 6-ն են ընկնում։ Այսինքն այդ հարաբերակցությունը հաշվարկելով եւ այլն եւ հասկանալի հանգամանքներով, որ շատ ավելի լուրջ տուժում է Իսրայելը, մանավանդ գիտեք, օտանավակայանի հարվածը շատ փոխեց իրավիճակ, հասկանալի է, որ պետք է գնային կրիտիկական ինչ-որ քայլ եւ այդ կրիտիկական քայլը Նաթազի, Սպահանի, Ֆորդոնի ուրեմն հարվածներ միջուկային, բայց ես ունեմ ավելի քան վստահելի աղբյուրներից ինֆորմացիա առայն, որ իրանական կողմը այդ ամեն ինչը հաշվարկել էր եւ նախապես արդեն ուրանը դուրս էր բերել միջուկային օբյեկտներից։ Առավել ապահով վայրերում են տեղակայել։ Այո, եւ ստացվում է, որ դա ընդամենը տեղանկային միջուկային օբյեկտի, իհարկե շատ լուրջ հարվածեր եւ լուրջ վնասվածքներ, այնտեղ տոպոգրաֆիկ քարտեզներով երևում է պատկերը մինչեւ առաջ եւ հետո, բայց փաստային է, որ հասկանալի է, որ եթե Իրանը գիտի, որ պատերազմի մեջ է եւ ցանկացած սցենար հնարավոր է, նախապես այդ խնդիրը վերացրել է իր համար։ Այսքան կարող ենք փաստել այս պահեդրությամբ, որ Իրանի միջուկային պոտենցիալը ոչնչացված չէ։ Ոչ։ Եվ դրա մասին իհարկե նաև պաշտոնապես ժամեր առաջ հայտարարվեց։ Իհարկե հասկանալի է, որ ուրեմն հետախուզությունը արտաքին հիմա որոշակի տվյալներ հիմա փորձի տրամադրել, թե որտեղ է գտնվում այդ դեպքում, բայց այն որ ԻՊԱ է հանձնվել դա ու շատ լավ թաքցվել է, դա փաստ է։ Եվ ասեմ, որ առավոտյան արդեն Իրանը սկսեց մարտական գլխիկներով միջին բալիստիկ եւ հեռահար բալիստիկ հրթիռների կիրառումը մանևրող ընդ որում նորություն է դա, որը եւս մեկ անգամ ցույց տվեց իր ունակությունները եւ ցույց տվեց թերությունները երկաթե գմբեթի։ Նաև տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներում շատ լուրջ բողոքի ալիք է առաջացել, որտեղ ամերիկյան ժողովուրդը ասում է, որ դու մեր անունից իրավունք չունես պատերազմական գործողությունների մեջ մտնես եւ ներքաշես ամերիկյան ժողովրդին։ Մենք նման դաբրո, այսպես ասած, չենք տրամադրել։ Խաղաղարարի կերպարով է իշխանության գալիս։ Հա, բազմիցս ձեր տավարում ինչքան ենք խոսել, խաղաղարար էր, ըստ նրա պետք է կոնֆլիկտները աշխարհում վերանային, բայց ստացվում է, որ ամերիկյան Միացյալ Նահանգները այսուհետ ես թույլ կտամ ինձ այդ նման արտահայտությանը, որ նա ագրեսոր պետություն է։ Եվ հենց այնպես չի, որ իրանական կողմը շատ դիվանագիտական պարամետրերով ճիշտ ներկայացնում է իրավիճակը, գնահատական տալով, ընդ որում ստանալով աշխարհի մի շարք երկրների եւ աշխարհական կենտրոնների համաձայնություն առայն, որ տեղի ունեցել ՄԱԿ-ի կոնվենցիաների մի շարք խախտում,
ընդ որում որ Միացյալ Նահանգները այդպես էլ չկարողացավ ապացուցել, որ իր ուրանի հարստացումը այն մագարտագիացվել, որ դա պետք է վերածվեր զենքի, միջուկային զենքի։ Ընդ որում ուրանի հարստացման տեսանկյունից եւ ընդհանրապես ՄԱԿ-ի ՄԱԳԱՏԵ-ի մասով Իրանը մասներ կազմում, անդամ երկիր է եւ այսօր ունի լիարժեք իրավունքը վերապահել իրեն դուրս գալ այդ կառույցից եւ այդ ժամանակ պատկերը լրիվ այլ կլինի։ Այսինքն ստացվում է բանակցություններ են վարում Միացյալ Նահանգների հետ, նույնիսկ Տրամպը իր ուլտիմատումային 12 օրվանոց ժամկետը խախտեց, հարձակում արեց եւ մարդիկ կան, որ ասում են, ընդ որում Միացյալ Նահանգներն էլ պաշտոնապես ասում են, մենք չենք ներքաշվել պատերազմի մեջ, բայց եղբայր, ինչպես կարելի է դա զավեշտի ժանրից է, հա, դա սարկազմ է։ Ինչ ոնց անեժան, դու հարված ես միջուկային օբյեկտներին, այն էլ ինչ զինամթերքով, հա, B2-ով խփես ու դու ուզենաս ասես, որ ես անմնացորդ եմ, ես կապ չունեմ, չի լինում նման բան, դա աբսուրդի ժանրից է։ Եվ երկրորդը, որ դու ինքդ քո դեմքն ես կորցնում միջազգային առենայում, որովհետև քեզ լուրջ չեն վերաբերվում։ Հիմա ավելի քան վստահ կարող եմ ասել, որ միջազգային որպես խաղացող եւ լիդեր, որպես հեգեմոն գերտերության ղեկավար, Թրամփի հանդեպ ամբողջ աշխարհը քաղաքական կատեգորիա չի ասել նողկանքով է վերաբերվում, բայց անլուրջ են վերաբերվում, որովհետև այդ մարդը նախ պատերազմական գործողությունների մեջ ներքաշվեց, հաստատի ցույց տվեց, որ հանուն Իսրայելի կարող է կոնֆլիկտի մեջ ներգրավել ողջ գերտերությունը, եւ երկրորդը, որ ինքը իր խոսքի տերը չի, որովհետեւ բանակցություններ էր ընթանում ու այն թեժ պահին, երբ որ բանակցություններ էր ընթանում, ընդ որում երբ որ նրանց զեկուցում էին, որ ՄԱԳԱՏԵ-ի, հա, աշխատակիցները զեկույցով հանդես են գալիս փաստերով, որ այն քանակի ուրան չի հարստացվում, որ միջուկային զենքի վերածվի կամ առասարակ նման քաղաքականությամբ չեն առաջնորդվում, ստացվում է, որ նրանք գնացին այդ քայլին։ Հիմա բնականաբար ամբողջ պատասխանատվությունը նրանց ուսերին է, եւ քաղաքական եւ ռազմաքաղաքական պատասխանատվությունը։ Եվ այսօր առավոտյան շատ ավելի ուժգին հարվածներ հասցնում Իրանը, իհարկե Իրանին եւս շատ լուրջ վնասներ, ենթակառուցվածքներ են վնասվել, որ միլիոնավոր դոլարների եւ տասնյակ տարիների վերակառուցման ուրեմն խնդիր է առաջանում, բայց որպես այդպիսին Իրանի դիմադրողականությունը բավականին բարձր է։ Այս պատերազմը նաեւ ցույց է տալիս Իսրայելի եւ նախ միֆեր է հիմա կոտրում եւ ընդհանրակը ցույց է տալիս, թե որտեվ ուրիշ բան է, որ Իսրայելը կարողանում է սեմ ժամկետներում ռազմական գործողություններ հաջողել։ Ուրիշ բան է, որ երբ որ դու արդեն մտնում ես երկար long term, այսպես ասած, պատերազմական գործողությունների ընթացքի մեջ եւ այդտեղ պետք է դիմադրողականություն արդեն ցույց տա։ Ես նպատակներից չես հասնում ամենակարևորը։ Իհարկե։ Իսկ ինչ եք կարծում, պարոն Կարապետյան, մինչև երբ կշարունակվի այս փոխադարձ հարվածները Իրանի եւ Իսրայելի եւ ի վերջո ինչը կստիպի այս երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստել։ Տեսեք, հարցը երկու կողմ ունի։ Եթե դիտարկում ենք ռազմական հռետորաբանությունը, եթե նայում ենք այդ ֆորմատով, չի էլ վերջանալու, որտեվ Իսրայելը ուղիղ տեքստով ասում է Իրանը պետք է վերանա աշխարհի քարտեզից, Իրանը հակառակ ասում է, այսինքն այդ անտագոնիզմը թշնամանք այն մագարտակի է, որ կարծես այդ կոնֆլիկտին վերջ չկա եւ ժամանակին նման արտահայտություններ է անում, ասում է աշխարհի լավագույն դիվանագետներին է բերես այդտեղ, կարող է կոնֆլիկտը չկարողանան հանգուցալուծել կամ ինչ որ ընդհանուր հայտարարի կան, որտեվ նորից եմ կրկնում, թշնամանք այն աստիճանի է, մանավանդ այս պատերազմական այս գործողություններից հետո, որ ես չեմ կարծում, որ ինչ որ միտեղ, ինչ որ մեկը մանավանդ չեն զիջում։ Իրանը իհարկե փորձում է դեռևս զիջողական քաղաքականությամբ, կոմպլեմենտարիզմ դրսևորել եւ այլն, բայց փորձը ցույց է տալիս, որ չի ստացվում։ Կոնֆլիկտը չի։ Իսկ ինչ վերաբերում է կոնֆլիկտի ռազմական հավանական սցենարը, շատ հավանական, որտեղ եթե ամենօրյա ռեժիմով մենք տեսնում ենք ռմբակոծություններ, արդեն օգտագործում են միջին եւ հեռահար բալիստիկ մարտագլխիկներով հրթիռների օգտագործում, դա խոսում է, որ պատերազմական գործողությունները կարող են դեռ շատ երկար շարունակվել։ Մանավանդ տեսեք, հիմա Իրանում հայտնի պատճառներով, որ Մոսադի մի շարք գործակալներ կային, ընդ որում բարձրաստիճան ղեկավարության մեջ։ Այս առումով Իսրայելը բավականին լավ էր գործել։ Այո, շատ ուժեղ է։ Եվ այդ մասով ես ասում եմ, հիմա էլ կասեմ, Մոսադը եւ ընդհանրապես իսրայելական հետախուզությունը դա ֆանտաստիկ գործ է կատարել։ Սովորելու բան ունենք։ Իհարկե։ Իհարկե։ Այդ առումով նրանք
այսինքն պահը այնքան են հասունացրել, որ նման գործողությունների գնացին եւ արտարացրեց իրենց այդ սպասումները եւ պահի թելադրանքը շատ ճիշտ էր ժամանակին։ Նրանք կարողացան որսալ ճիշտ պահը, ճիշտ ժամանակին գործել։ Բայց հիմա դա նաեւ խրատ էր իրանական ղեկավարությունը, որտեղ հասկանում էր, որ պետք է մի հատ մաքրել ներսից, որտեղ խնդիրը ներսից էր գալիս։ Թշնամու բուծել են հենց ներսում։ Այսօրին նաև բավականին հաճախ է հնչում այն տեսակետը, որ Ադրբեջանը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից եւ ուժային ճանապարհով բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որ պահին Ադրբեջանը կարող է նման արկածախնդրության գնալ ձեր համոզմամբ եւ ինչ պետք է անի Հայաստանը այդ վտանգը հնարավորինս չեզոքացնելու համար։ Ուղիղ պատասխանն է ցանկացած պահի։ Ուրիշ բան, երբ որ նա դրա համար ունենա կանաչ լույս։ Ես կարծում եմ, որ այս պահին նա այդ կանաչ լույսը չունի եւ ընդհանրապես մարսելու խնդիր ունի, թե չէ եթե իրեն մնա, նա էլ իր տեսակով արկածախնդիր մարդ, հա, այս էյֆորիկ վիճակի մեջ, մանավանդ դերևս մնացել է հաղթանակի այդ էյֆորիայի տակ, գուցեև գնա, մանավանդ որ նրան զեկուցում են, ես ձեզ վստահեցնում եմ, որ այո, ֆիզիկապես հնարավոր է նույնիսկ ժամերի ընթացքում էքսպանսիոնիստական իրենց քաղաքականությունը վերածնել ռազմական գործողությունների եւ իրոք օկուպացնել մինիմում Սյունիքը, Սյունիք Վայոց-Ձոր այդ հատվածը։ Բայց այստեղ ուրիշ բայց կա, մի մեծ բայց կա, որը որ Ալիևը որքան էլ էմոցիոնալ փորձի այդ հարցին լուծում տա, բայց այդուհանդերձ հասկանում է, որ նա այդ ամեն ինչի կարիքը չունի այս պահին, որովհետեւ ստացվում է, որ հայկական կողմը, տվյալ դեպքում հայ իշխանությունները պատրաստակամություն են դրսևորում մի շարք հարցերում միակողմանի զիջումներով գնալ։ Եվ այս դեպքում գիտեք հայտնի հանդիպումը Ստամբուլյան, որտեղ որ շատ ուղիղ տեքստով երկրի ղեկավարը ասում է, հա Թուրան կբացեն, կգնան, միջերից կօգտվենք։ Հայտնի այդ հարդայդությունները, դա գիտեք ինչ է, այսինքն նույն Զանգեզուրյան միջանցքը դա խաղաղության իրենց խաչմերուկն է։ Ասում անունը չի փոխվում, բայց բովանդակությունը նույնն է։ Ես այսօր առավոտյան հենց այդ մասով հրաբարակային հայտարարությամբ եւ հոդվածով եմ հանդես եկել, գնահատական եմ տվել բոլոր հայտարարություններին Ստամբուլյան։ Մարազմատիկ հայտարարությունները, բայց եթե կոնկրետ ենթատեքստը դիտարկենք, ըստ նրա անունը դնելով բարեդրացիական հարաբերությունների հաստատում, ընդհուպ մինչև դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ցույց է տալիս, որ պատրաստակամություն կա ճանապարհների բացում, մի շարք հարցերում զիջողականություն, իհարկե այդ անվտանգային եւ դեմոգրաֆիկ խնդիրները ընդհուպ մինչև 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասով չի խոսում, որովհետև հենց այսօր էլ առավոտյան ենթադրում եմ այդ հարցն է կարող եք տալ, որ թուրքական պետությունների խորհրդի կողմից շատ վտանգավոր հայտարարություն է տեղի ունեցել։ Հետևաբար ունենք էսկալացիայի լուրջ ուրեմն նախադեպեր, մանավանդ Սյունիքում կրակում են, գիտենք ծավալապաշտական նկրտումները, որոնք անսպառ են, գիտենք անթիվ անհամար պահանջ պահանջները եւ շատ դեպքերում նաեւ քմահաճույքները, որը բավարարվում է massամբ, հետեւաբար ես այս պահին ուղղակի չեմ տեսնում այդ առիթից օգտվելու, չնայած որ նորից եմ կրկնում, դա այն մարդն է, որը պատե անպատե կարող է նաեւ ռազմական գործողությունների գնալ։ Ուրիշ բան, երբ որ մարսելու խնդիր, բայց եթե իր կողքին գտնվող մարդիկ խորհուրդ են տալիս, որ այս պահին անիմաստ է, կարծում եմ նա էլ է այդքան հասկանում։ Հասկանում եմ, որ դիվանագիտական ճանապարհով, չգիտեմ, ճնշումներ բանեցնելով, միակողմանի զիջումների հասցնելով, կարելի է առանց ռազմական գործողությունների դա կատարել։ Ես բազմից եմ բացել ճագերտներ, թե ինչ սցենարով հնարավոր է առանց ռազմական գործողությունների մտնել Հայաստան, այսպես ասեմ։ Դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հայտարարել է, որ երբ խաղաղության խաչմերուկը բացվի, որոշ մարդիկ դա կմեկնաբանեն, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է բացվել։ Մենք այս հայտարարությունից կարող ենք եզրակացնել, որ Փաշինյանն ու Էրդողանը Ստամբուլում կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել այս հարցում եւ Փաշինյանը, այսպես ասած, նախապատրաստում է մեր հանրությանը այդ միջանցքի բացմանը։ Ավելի քան վստահ եմ, որ զուտ հանդիպում չի եղել։ Հասկանալի է ճանաչողական հանդիպում էր, մարդիկ տարակազմիկ են համարում, չգիտեմ բան, պատմական այց եւ այլն, եւ այդ գնահատականները տնենք մի կողմ, հա, դրանք այս պահին հարց լուծող հայտարարություններ չեն։ Եթե ավելի կոնկրետ, այո, ես կարծում եմ, որ հետկուլիսային պայմանավորվածություններ մինիմում Զանգեզուրի միջանցք ասվածի մասով կա, փաստ է նա, որ իրենց համար դա տրանզիտային մոնոպոլիա ստեղծելու հնարավորություններ է։
Ուրիշ բան, երբ որ տեսեք գալու է հայ ժողովրդին հրամցնելու, որ այ տեսեք, ստացվում է ես առաջարկեցի Ստամբուլում խաչմերուկ ասվածը, դա ընկալվեց ու ընդունվեց։ Այսինքն հիմա գալու է սեփական ժողովրդին հրամցնելու է, որ դա ոչ թե լինելու է Զանգեզուրի միջանցք, այլ լինելու է ուրեմն ճանապարհներ։ Մենք գիտենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը դա արդասուվերեն միջանցքի կարգավիճակ պետք է լինի։ Ուրիշ բան թե իրենք ինչպես կներկայացնեն, ուրիշ բան թե գործնականում իրոք նման բանի սցենար կտեսնենք թե չէ, բայց այն փաստը, որ նույնիսկ եթե դա զուտ ճանապարհներ լինի միջանցիկ տրանզիտային, հարգելի Դավիթ, ես կարող եմ բազում ռիսկեր ասեմ, մարտահրավերներ եւ շատ լուրջ ազգային ու պետական անվտանգային խնդիրներ, որոնք կարող են առաջանալ։ Եվ այստեղ պետք է մենք հասկանանք, մենք ինչով ենք ապահովագրված։ Ցանկացած սցենար, ես կարող եմ հիմա տասնյակ սցենարներ ասել, եթե ճանապարհներ ընդ որում մեկ ճանապարհի մասին չի։ Սյունիքով ըստ այդ տրամաբանության, եւ եթե նույնիսկ գնանք այդ վարչապետի ասած տրամաբանության, մի քանի ճանապարհներ են տրամադրվել։ Երեքի մասին միայն Սյունիքի, ընդ որում միայն Սյունիքի մասին է խոսվում։ Այլ ճանապարհների բացելու մասին կարծես խոսույթ չկա։ Եվ պարզ է, որ հիմա պետք է գա ու սեփական ժողովրդին ներկայացնի, որ դա մեծ ձեռքբերում է, դա հաջողություն է, բա մենք այսքան տարիներ շրջափակման մեջ ենք, ուրախ չեք, որ հիմա բացվում է եւ այլն, տնտեսական գործոնն է շեշտադրելու, թե ինչ բյուջե, ինչ գումարներ են նստել, շատ այսպես շատ գեղեցիկ փաթեթավորված ներկայացնելու է, բայց անվտանգային եւ ռիսկային գործոնները չի ասելու։ Եվ ուզում եմ նաև անդրադառնանք այսօր Ստամբուլում ընդունված հայտարարությանը իսլամադավան երկրների կողմից, որում այդ հայտարարությունը դատապարտել էր Հայաստանից ադրբեջանցիների այսպես կոչված վտարումը։ Ինչ ռիսկեր եք տեսնում այս հայտարարության մեջ, բավականին մտահոգիչ հայտարարության մասին է խոսքը։ Ճիշտ եք, շատ մտահոգիչ է, այն, որ առաջին անգամ նախ արևմտյան Ադրբեջան տերմինը կիրառվեց ու պաշտոնապես որպես տերմին օգտագործեց պաշտոնական փաստաթղթերում, որտեղ այդ հայտարարությունը, որ կարդում եք, դրա տակ ստորագրել են այդ ծեր թվարկած բոլոր երկրների ղեկավար կազմը, եւ ընդ որում դա ստացվում է, որ մանիֆեստի պես մի բան է, դա դեկլարատիվ փաստաթուղթ է իհարկե, բայց նաեւ չի կարելի անլուրջ վերաբերվել այդ փաստաթղթին։ Բնականաբար հիմա մեր ողջ դիվանագիտական արսենալը պետք է հիմա հանդես գար մերժողական հայտարարությամբ եւ այդ նույն հաջողությամբ, եթե նման հայտարարություն են հնչեցնում, մեր խնդիրը ո՞րն է։ Մեր խնդիրը առաջնահերթ հակառակը մեր փախստականների մասին խոսելն է։ Ես բազմիցս իմ հրապարակային եթերներում ասում եմ, հարգելիներս, մենք խոսելու փոխարեն իրենք են խոսում։ 120,000 արցախահայերի էթնիկ զտման մասին մենք չենք խոսում։ Շահումյանի մասին չենք խոսում, Նախիջևան, Բաքվու, Կիրովաբադ, Ջարտեր եւ նաև էթնիկ ադրբեջանահայությունը այո, պաշտոնական այդ տվյալները կան, չէ, իրենց մոտ։ Այդքան բանի մասին, երբ որ մեր ձեռքի տակ ավելի լուրջ փաստաթղթեր կան, փախստականի կարգավիճակի մասին խոսելու մասնավոր։ Եվ ընդ որում տեսեք, այդ մասին էլ եմ շատ խոսել։ Այդ 300,000 ֆետիշացված թիվը, այն էլ փախստական բռնի տեղահանված, այդ տերմինը չի տեղավորվում։ Հարգելիներս, փաստեր գոյություն ունեն, այդպես ասելով, չէ, որտեղից եք ծնել, այսպես ասած, այդ 300,000-ը։ Պաշտոնապես մինչև 164-ից 176,000 ադրբեջանցի է բնակվել, որոնք որ իրենց գույքը օտարել են, վաճառել են, փոխհատուցում են ստացել, գնացել են, ախր չի կարելի ամոթ է։ Չէ որ դրանք փաստաթղթավորված են, դրանք արխիվ գոյություն ունեն, այսինքն դու ունես այդ ամեն ինչ, այդ ամբողջ արսենալը դու չես կիրառում։ Դա ինչի մասին է խոսում։ Նորից խաղաղության, չէ։ Как бы чего не вышло, մի բան չխոսենք, այսինքն Ադրբեջանը խոսի պահանջ ներկայացնի, լեգիտիմացնի, միջազգայնացնի իր պահանջը, հայկական կողմը նստելա ձայն բարբարո անապատի, մի բան չասենք, խնդիր չլինի, որտեվ այ երեք չէ առաջ օրը մենք Ստամբուլում կարծես ընդհանուր հայտարարել ենք, եկե ոնց որ լավ է լինելու։ Ալեն Սիմոնյանը ասում է Արցախի նախագահ է կընտրում, դրա համար է Ադրբեջանը արևմտյան Ադրբեջանի։ Գիտեք, դա ճղճիմ քաղաք, դա քաղաքական ոտաբոբիկության նշան է, հասկանում եք, այն էլ երկրորդ մարտն է փաստորեն ասում։ Գիտեք, այդ բանը, այդ Ստոկհոլմյան սինդրոմով տառապող քաղաքական այս այրերը, որոնք կան, որոնք ուղղակի զուտ քայլելով եկան իշխանության, բայց քաղաքականապես իրենք ամուլ են։
նրանք դիլետանտ մարդիկ են, որոնք որ կիլոմետրերով հեռու են քաղաքականությունից, առավելևս միջազգային հարաբերություններից, ու այսօր մարդիկ միջպետական հարաբերություններից են խոսում են ռիսկերից եւ այլն, բայց տխմար խոսույթով են հանդես գալիս զավեշտի ժանից, ինչը նշանակում, այսինքն նրանք սպասում են, թե Իրան Արցախի նախագահ անունով մարդ կա այդ ինստիտուտը գոյություն ունի, այ դրա համար, գիտեք, եկուց իրանց համար մեր եկեղեցին էլ է խոչընդոտ, նրանց համար հազար ու մի բան, հայի էթնիկ տեսակը, հայի դիմագիծն է իրենց համար, այնա եկեղեցու հանդեպ գիտեք, մեկը մյուսին ձայնակցելով Երևանից ու Բաքվից։ Հա, Փաշազադեն այնտեղ բան ասում, Փաշինյանը բան սինխրոն իրար հետ աշխատում են։ Իրար հետ սինխրոն հայտարարություններ են տարածում, հագա եկեղեցական դիրքորոշում։ Հասկանում ենք եկեղեցու ներքին, այնտեղ էլ այնպես չի սուրբ են բոլորը, ինքս եմ ասել։ Այնտեղ շատ, բայց եղբայր հենց նոր ես հիշել կամ նոր են քեզ զեկուցել։ Ու հասկանում ենք ինչի համար է սա արվում։ Ասենք կուսություն ստուգող բանի նման, հա, կեսուրի նման նստել է ուրոլոգ, գինեկոլոգի կարգավիճակ է ստանձնել, որոշումը ով ինչ երեխա ունի, քանի հատ ունի։ Կամ եղբայր դա քո խոսելու բանն է, շատ ավելի լուրջ հարցեր ունես։ Եթե նման բան կա, կամ բան ունես ասելու, փաստեր ունես, եղբայր ցույց տու։ Այսօր ինքը նման, այսօր առավոտյան նենց ստատուս է գրել, հատատայով ստատուս, որ ասում ես, բա եղբայր, քո ուժային կառույցները, պատկան մարմինները ուր են նայում, մոմի վաճառքից առաջացված շահույթը եւ այլն։ Բան գիտես, ասա եղբայր, դու շատ լուրջ հաղորդում հանցագործության մասին, ընդ որում շատ լուրջ ու հասցեագրված։ Դրա համար եմ ասում, դուք պատկերացնում եք միջազգային հանրությունը եւ ընդհանրապես երկրի ղեկավարները այս ամեն ինչին ինչ աչքով են նայում։ Իսկ ինչ պիտի անի մեր հասարակությունը այս հակաեկեղեցական ամոթալի եւ դրսից ուղղորդող արշավին վերջ տալու համար։ Ընդհանրապես ոչ միայն ձեր թվարգածի, ընդհանրապես այս խարանից, այս տոտալ ողբերգությունից ձերբազատվելու համար Դավիթ ինչ պետք է անի։ Պետք է իր բողոքը, իր ցասումը արտահայտի։ Ես հիմա տպավորություն չլինի, թե հիմա հրաբարագային փորձում եմ, չգիտեմ, ժողովրդին փողոց հանեմ եւ այլն։ Ժողովրդը ինքնին պետք է հասկանար, որ էգզիստենցիալ վտանգներ կա, որ գոյաբանական վտանգների զատ կան շատ լուրջ խնդիրներ, որ ամոթի ու խարանի այսօր ճանապարհով ենք անցնում, որ սա հանդուրժել ու համակերպել այս ամեն ինչը չի կարելի, որ հայկական ինքնությունն ու դիմագիծը վաղուց կորսվել է, որ այդ ամորֆ ու ապատիկ վիճակից վերջ-վերջը դուրս պետք է գանք, մեռանք ասելով, բայց ժողովուրդը չի գնում այդ քայլին, ինչ պատճառներն էլ ենք թվարկել, ինչ որտեղ հասկանալի ընդունելի, ինչ որտեղ անհասկանալի։ Այստեղ քաղաքական ուժերի դերակատարումն է կարևոր, որը վերջինս նախինների վերադարձ չեն ուզում, վերարտադրություն չեն ուզում, նոր ուժերի հանդեպ լուրջ չեն վերաբերվում կամ կասկածով են վերաբերվում։ Մեր ժողովրդին, որ նա այս հազարատ պատճառ ունի, որ ինքը կարող է հիմնավորի ու ըստ իր այդ հիմնավորման փողոց դուրս չգա։ Բողոքի ցույց չանի, մասսայական ինչ որ ընդվզումներ չանի։ Ժողովուրդը հանդուրժելով ապրում է, հասկանում եք։ Այսինքն ստացվում է Նիկոլ Փաշինյանը լավագույն իշխանությունն է, եթե այսպես է ստացվում, որ որևէ Եվ ոչ միայն, նա էլ էր, չէ, իր ուղիղ տեքստով ասում էր, իմ համար ես հարատև կլինեմ, քանի կա Սերժ Սարգսյանը ընդհանրապես այս ընդդիմությունը։ Մարդը ուղիղ ասում էր այդ։ Այո, նման բան կա։ Այ հիմա դրա համար ինչքան ենք խոսացել այդ թեմայը, որ հիմա նոր ուժեր, նոր քաղաքական սերնդափոխության է սպասում ժողովուրդը, բայց այնպիսի մարդիկ, որոնք որ ամբից ինքնաբավ կայացած գրագետ MBC մի հատ մարդիկ լինեն, որոնք որ համաժողովրդական սեր ու հարգանք վայելեն, ստանձնեն այդ նման պատասխանատվությունը, մտնեն այդ պատասխանատվության տակ եւ գնան այդ ամեն ինչին։ Այսինքն խփվեն քաղաքականապես, մտնեն այդ ռիսկերի տակ եւ այլն, բայց ժողովուրդը պետք է թեև թիկունք հենարան լինի այդ մարդկանց համար։ Ես ձեզ վստահեցնում եմ, լիքը նման մարդիկ կան, որ հա պատրաստ են քաղաքական միտք գրող ինքնաբավ կայացած գրագետ, կրթված ամենակարևորը։ Իրական կրթված, ոչ թե հենց նոր են որոշել կրթվել։ Ընդ որում տեսեք, այ ասեցի, այդ մոմի վաճառքի մասին ակնարկով է խոսում մարդը։ Եղբայր 1000 ժողովուրդն է քեզ հարցեր ունի։ Բա դու ասում ու ընդ որում զավեշտի ժանրը էլի այդ էմոցիոնալ սպեկուլյացիաներով բա խոսույթ ասում է բացահայտեք, այսինքն նրանք է պետք է նստեն բացահայտեն, որ մոմը ոնց են ստանում, երեխա ունեն թե չունեն, սենց բաներ, այսինքն դու բացահայտ բան ունես ասելու, բացահայտեք փաստերով խոսի ժողովուրդ, դրա համար անլուրջ են վերաբերում, 5 րոպեն մեկ ստատուս է գրում, այդ մարդուն ոնց է, դրա համար ժողովուրդը նույն ես էլ եմ հարց տալիս, բա դու էլ քո բանը բացահայտի օրինակ կրթվելը նորաձև այդ արշավի շրջանակում, որը որ աստից ցնդաբանություն է,
որ նոր ենք իմանում, որ պետ բյուջեից դրանով գումարով հատկացվում է այդ ծրագրերը իրականացնել։ Ինչքան է, այդ ոնց է, այդ ով է որոշել։ Պետական գաղտնիք են համարում, այդ ոնց, այդ ով է որոշել։ Շատ ավելի լուրջ բան հարցնեմ։ Լուսաբանեք, թե Մինսկի խմբի համանախագահները 19 թվականին ինչ փաթեթ են դրել դեմդ։ Բա լուսաբանեք, տեսնենք ինչն է, որ չես ստորագրել, համաձայն չես եղել։ Ինչի է Արցախի վաճառքը, Արցախի, չգիտեմ, միջնորդավճարը 17 կետերով բան է ստորագրում դրա տակը։ Ուրիշ բան էր ասում, որ ժողովրդին օր առաջ կասենք ինչ ենք բանացում, հա հիմա է, չէ՞ դառը, ինչ ուզեմ էդել կբանակցեմ։ Կուզենամ զրոյական կետից կբանակցեմ, այն օրն է ասում է Թուրքիայի հետ նորից ասում է զրոյական կետից իմ կետից են բանակցում։ Սարսափեցնում է արտահայտությունը մեկ Հա, հասկանում եք, ու հիմա ասում եմ եղբայր, բա 17 կետերը լուսաբանի տեսնենք ինչի հիման վրա ես դու այդ խաղաղության պայմանագրի շրջանակներում 17 կետերի դեմ ստորագրում, որ ես կարող եմ ավելի քան վստահ ասել, որ 17 կետերի մեջ կան կետեր, որ ապապետական ու ապազգային կետեր են ու շատ վտանգավոր։ Չէ, ասում է ես դու մանդատ ես տվել ինձ ժողովուրդ, ես կստորագրեմ, հետո կասեմ քեզ։ Այսինքն, եթե դու մանդատ ես տվել, դե իրանք ժողովրդական բաստիոնի բան, այսինքն ինքը իրան վերապահում է ժողովրդին չասել, չբացաձայնել, չլուսաբանել, թե ինչի տակ է ստորագրում։ Այ վերջում նոր ինչ որ մի հատ արհավիրքի փաստի առաջ կանգնենք, ստացվում է նոր երկրորդ կապիտուլյացիա են պատրաստում։ Նոյեմբերի 9-ն էլ չգիտեր, չէ՞, ժողովրդի թիկունքում ստորագրին։ Հիմա այդ 17 կետանոց խաղաղության պայմանագիրն է կարող է ստորագրի, հետո լուսաբանեն, ասենք այ մարդ, այս 17 կետերից մինիմում 10 կետը դուք կարտացել եք, ինչի տակ եք ստորագրել։ Դուք ինչ պարտավորությունների պատասխանության տակ եք մտել։ Հոտ են ստորագրելով չի։ Այնքան որ ստորագրի, որ ցույց տա, որ ես խաղաղաբեր եմ, պատերազմի բան չկա, ինքն էր, չէ՞, հրաբարգ ասում է, պատերազմի բան չկա, պատճառ չկա, առիթ չկա։ Ամեն առիթով էլ ասում է պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Պարոն Կարապետյան, խոսենք նաև Ռուսաստանաբնակ գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալության եւ դրան հաջորդած զարգացումների մասին։ Ըստ ձեզ Կարապետյանին կալանավորելով ինչի է փորձում հասնել իշխանությունը եւ նաև բուն մեղադրանքին արժանանանք։ Դուք նրա հայ առաքելական եկեղեցուն հայտնած աջակցության մեջ որքանով իշխանությունը զավթելու կոչ նկատեցիք։ Սկսենք ձեր հարցի առաջին մասից։ Նախ ես այդ անձին չեմ ճանաչում, ֆիզիկապես չեմ հանդիպել, չեմ ճանաչում եւ այլն։ Ելնելով այն հանգամանքից, որ ես բացառապես շարժվում եմ օբյեկտիվության անաչառության սկզբունքներից եւ գնահատականներ եմ տալիս բացառապես, երբ որ հավաստի աղբյուրներ կան, ես կարող եմ հետեւյալ ասեմ. նախ այդ անձի հետ կապված։ Նա բարերար մեծենատ է։ Գաղտնիք չէ եւ դա աներկբա է, որ նա դարել է մեծահարուստ, անգամ Forbes-ի, գիտեք, առաջին տասնյակի մեջ է, ոչ Հայաստանում, այսինքն նա հարստացել է Հայաստանից դուրս, այսինքն չի թալանել Հայաստանը, չի կողոպտել, չի, չգիտեմ, ապագանել երկիրը եւ այլն, քաղաքականության մեջ չի եղել փաստացի։ Մենք գիտենք, որ նա ինչ ստեղծել է Ռուսաստան, նաև փաստ է, նորից եմ կրկնում, սա ես ասում եմ անաչառության, օբյեկտիվության սկզբունքներից։ Նա ինչ արել է դրսից է արել, իսկ Հայաստանի համար շատ բան է արել, որի մասին նույնիսկ փաստեր կան, նույն ինքը վարչապետը, որ այսօր նման գործողություններ իրականացնում այդ մարդու հանդեպ, ասում էր, չէ, Վարդանյան Ռուբենը, Սամվել Կարապետյանը, այսքան ներդրումներ եւ այլն։ Եվս Նիկոլ Փաշինյանի հերոս է Սամվել Կարապետյանը։ Այո, այն ժամանակ հարկ վճարող հերոս եւ այլն եւ այլն։ Երկրորդ հանգամանքը այդ մարդը հեծը գնել է։ Ես հիշում եմ ինչ վիճակում էր հեծը եւ ընդ որում հիմա ասում են հեծը ազգայնացնել բան, նույնիսկ զավեշտի ժանրից է էլի, ասենք նրանք չեն է պատկերացնում ազգայնացնելու, հա ես ինքս էլ եմ ասում լիքը բաներ պետք է ազգայնացվի։ Ինչը պետությանն է, դա պետությանն է։ Բայց եղբայր, դու գիտես ինչ միլիարդավոր դոլարների պարտքերի բաների տակ ես կողում պետությունը, երբ որ փորձես օրինակ, ընդ որում այդ հեծի վիճակը, որ դուք տեսնեք ինչ ահավոր վիճակ էր, ու այդ մարդը ինչ արել, ինչից ինչ ենք ստացել, որ այսօր մենք պարսիկներին ու վրացիներին ենք նույնիսկ վաճառում, հոսանք։ Կամ եղբայր, այդ որ ասում եք ազգայնացնել, Վեոլիա ջուրը ազգայնացրեք, հեկերը ազգայնացրեք, կարող եք ազգայնացնել, ընդերքը ինչքան բան կա, ճանապարհները, երկաթուղին, այն ամեն ինչը, փոստը, հեռահաղորդակցման սա այդ բաները չեն դրա մասին չեն խոսում, ազգայնացնում եք, բա դրեք դրանք բոլորը ազգայնացրեք։
Չէ, մենակ հեծ ու հենց սկսեցի հենց այս թեման եղավ, նոր հիշին, որ հեծը օրինակ Շենգավիտում շաբաթը մեկ հոսանք անջատումներ անում, լավ չեն աշխատում։ Այ հիմա սկսին լավ չնալ։ Այ հենց հիմա սկսեցին իմանալ, որ պիցերիաները տաշիր պիցանում, չգիտեմ, սննդի տեսչությունը ստուգում անում, ինչ որ բան չի համապատասխանում, փակում են։ Հիմա նաև գանք այդտեղ, ում եք վնաս տալիս։ Իրան եք վնաս տալիս, վստահեցնում եմ ոչ։ Իր հիմնական բիզնեսը այնտեղ է։ Իր համար շոճիկը այնտեղ է պատտվում մեծ ֆինանսների։ Այն մարդկանց եք վնասել, ովքեր այդտեղ աշխատում ընտանիք են։ Հազարավոր մարդիկ աշխատանքից զրկվեցին։ Երկրի պետական բյուջետ կան հարգուտ ուր չմտավ։ Դուք հասկանում եք, որ դուք առաջինը ձեզ եք վնաս տալիս։ Ես չեմ ասում, որ հիմա եթե այդ մարդը մեծենատ է, ամեն ինչ արել է բարեգործ է, իրեն ամեն ինչ կարելի է նույնիսկ քաղաքական բաներ։ Հիմա գանք քաղաքական սպեկտրին։ Եթե շատ անկեղծ այդ հայտարարությունը նախ այնպես չի, որ ես իր նախորդ հայտարարությունները եւ ընդհանրապես գործունեությունը որ նայել եմ, այո, նա եկեղեցուն կողքին կանգնած մարդ է եղել։ Այնպես չի, որ նա նոր է հայտնում իր աջակցությունը ի եկեղեցի։ Եվ հայտարարության մեջ, եթե ուզենանք գտնենք տարեր, որը որ քաղաքական ենթատեքստ ունի, այո, կարող են գտնել, օրինակ կարող է դա ընդունվի որպես էմոցիոնալ հայտարարության մաս, որպես քաղաքացի մտահոգ մարդ եւ եթե ուզենաս դրա մեջ փորձես գտնել ինչ որ քրեական ընդհուպ մինչեւ քրեական ինչ որ տարեր։ Մարդը ասում է, որ մենք եկեղեցու կողքին ենք եւ ընդդիմությունը չի կարող անել այնինչ իր ֆունկցիաները, եթե չանենք մենք կանենք։ Նու էդի իրանց համար հիմա իշխանությունների համար լավ պատեառիտ է, որ ասեն, ահա, ուրեմն դու քաղաքական կոչ ես անում, հայտարարություն ես անում, ընդհուպ մինչև գնում ես իշխանությունը զավթելու, հա, այսպես բողոքի ալիքներ ստեղծելու, ընդվզելու բան։ Հետևաբար դու մանավանդ նման կալիբրի մարդը իրենց համար վնաս է, իրոք մտահոգություն առաջացնողը, որտեղ մանավանդ այդ մարդը ընկալելի կերպար է հանրության հայ ժողովրդի համար լավ առումով։ Պախարակված չէ։ Եվ ընդհանրապես ինքը որպես քաղաքական ֆիգուր էլ կարող անգալվի, այդտեղ են իրենք վտանգը տեսնում, որտեղ եզակի բիզնեսմեններից է, որ համ բիզնեսմեն է, բայց քաղաքական միտք կրող է ու քաղաքականության մեջ ունի այսպես ասած փորձառություն որոշակի։ Եվ մյուս մտահոգությունը, որ սյոտեկի հյուսիսից է, ռուսական ֆակտորն է, դե բնականաբար պետք է արդեն շահարկվի ռուսական հանգամանքը, մասամբ շահարկվի, մասամբ ոչ։ Հիբրիդային պատերազմ։ Հա, ինչ որտեղ հանուն արտարության, քանի դեռ փաստերը չկան։ Նու իշխանությունները ինչ են ասում են, այնտեղի ուղարկված մարդը անհնար է, որ այդ կատեգորիայի ու այդ կալիբրի մարդը հենց այնպես կա նման հայտարարություն անի, աջակցություն չունենա թիկունքում, հետկուլիսային պայմանավորվածության արդյունքում չգար անել այդ ամենը, վրացական սցենարի կրկնությունը Բիձինա Իվանիշվիլի նույն սցենարի բան։ Դե կարող է լինել Սամվել Կարապետյանը։ Չի բացառվում։ Ուրիշ բան տեսեք, որ ինձ հարց են տալիս, ասում են օրինակ բան, վրացական վրացական օրինակը այսպես է, ժողովրդից լայն զանգված օրինակ շատ նորմալ վերաբերվեց ու հիմա կարծես համերաշխ է այդ իրավիճակին, որ հենց ստացվում է մեծենատ մեծահարուստը ներքաղաքական կյանքին խառնվեց, իրանց մարտը նշանակվեց, այսինքն միջամտում է ներքաղաքական կյանքին եւ դերակատարություն ունի այդ կյանքին։ Ուրիշ բան շատ սրերով են տանում մի մասա, որը ասում է, որ հենց այդ վրացական օրինակը վատ, ու հիմնականում դրանք պսևդո արևմտամետներ, որոնք որ իրենք են այդպես իրանց բան անում, հա, արևմտամետների հետ որևէ կապ չունեն, ընդհանրապես կապ չունեն։ Սլովենիան, Սլովակիայի չեն տարբերում, բայց Եվրոպային բան անում։ Այնպես որ այս մասով ստացվում է, որ նույնիսկ այն որ նրանց ձերբակալեցին, դրանով իշխանությունները իրանք վնաս տվեցին։ Հակառակը նրանց ոնց որ նույն եկեղեցու մասով են, քարկոծում, ցեղ շպրտում։ Հակառակ էֆեկտն են իրանք ստանում դրա փոխարեն։ Բումերանգ չի ստացվում, հակառակ էֆեկտ է ստացվում, որ սկսում են այդ մարդկանց ավելի լեգիտիմացնել, նրանց վարկանիշը ավելի բարձրացնել։ Մարդկանց ստիպել որ համախմբվեն այս անձանց։ Այո, ստացվում է որ հա, ու այն մարդիկ, որոնք որ նույնիսկ ինչ որ մի բան նեյտրալ էին այս հարցում, իրանք սկսում են արդեն ուրիշ աչքով նայել հարցին։ Եվ նաև անդրադառնանք հեծի պետականացմանը, ազգայնացմանը, որը իրականում բիզնեսի խլում է, շատերն են այս գնահատականը տալիս։ Ինչ եք կարծում, իշխանությունը այս քայլին կգնա, թե սա պարզապես ուտ իրենց քարոզչական սպառնալիքների Հարգելի Դավիթ, դա այդ գնահատականի հետ ձեր տված վերջինի համաձայն եմ,
չնայած որ քաղաքականության մեջ երբեք մի հստակ 100% բան ասա, եթե մենք Նոստրադամուսյան ինչ որ վանգայություններով չենք զբաղվում, ռեալ պոլիտիկով հետեւյալն է։ Այո, ձեր ասած տարբերակը չի բացառվում, շատ հավանական է փորձում են խլել եւ այլն, բայց եթե այնտեղ կան կոմպետենտ մասնագետներ, մանավանդ ֆինանսատնտեսական մասով խորհրդատուներ, ես կարծում եմ գոնե կգտնվեն 1-2-ը։ Նրանք կասեն, որ դու նայ ինչի տակ ես մտնում, երբ որ դու փորձում ես իլուր ի բարօրություն ներկայացնելով ժողովրդին, որ այդ տեսեք նախ երկատե մանգաղ, չգիտեմ ինչ էր օգտագործում։ Աշխատակիցներին հորդորում է ցուցմունք տալ Սամվել Կարապետյանի։ Այո, այդ ամեն ինչը նաև ցույց է տալիս, որ ես արդեն բռունցքս խարվածում եմ, նայեք, ես պիտի վաղուց անեի կամ չէ, դենց են խոսում։ Խորհուրդ տան ասեմ, որ եղբայր, մինչև ազգայնացնել, պետականացնելը դու մի հատ նայի ընդհանրապես այդ կառույցը պետք է հասկանա, հեծը դա բավականին լուրջ, այդ խրթին աշխատանք պետք է տարվի մենակ ճշգրտելու համար, թե ինչ պարտքեր կա, pedagoganացման process-ը ձեռնտու է թե ոչ։ Շատ նյուանսներ կա, ոլորտի մասնագետ դու պետք է լինես, որ ճիշտ գնահատականներ տաս ու հասկանաս դու շահում ես թե վնաս ես ուտում։ Եթե ամբիցիայի կապրիզի հարցը, դա ուրիշ բան է, որը որ այս պահին եմ տեսնում։ Եվ երկրորդը էլ եմ կրկնում, դա գուցեև թող հռետորական հնչի։ Ասել եմ, բայ եթե դու գնում ես դրան, մեկը ես հարց եմ տալիս, եղբայր որ տենց է, ուրեմն դու վեոլա ջուրն է պետք է տենց անես, հեկերն է, ընդերքն է պետք է անես։ Դու պետք է ուրեմն երկաթուղային կապնել, հեռախոսակապը, փոշտը, այն ինչը որ մերը չի, դու պետք է ազգայնացնես, դու պատրաստ ես գնաս այդ քայլին։ Թե ինչ որ մոտեցումներով է, հա, ընտրովի է։ Հասկացանք ինչ որտեղ այդ հարցում կիրառում ես ընտրովի գրբանային բան, չէ՞, ասում էր, կա դենց դատավոր, որ իմ ասածը չանի։ Այսօր տեսնում ենք։ Հիմա պետք է ժողովուրդը սրան գնահատականը տա։ Ժողովուրդը խոհեմ պետք է գտնվի ու ճիշտ ժամանակին գնահատականը տա։ Այս պահին դերևս հանդուրժում ենք, տեսնում հանդուրժում ենք, ամոթանք ենք տալիս, ինքն էլ գիտեք, ինքը ընդհանրապես դրանից ստիմուլ է ստանում, ընդհակառակը։ Ինքը դրանից ոգևորվում է ավելի, ինքը վատ զգալու հետ խնդիր չունի։ Բայց ի պատիվ մեր հանրության նաև փաստենք, որ մեծ մասը չի միանում, նույն օրինակ այս հակաեկեղեցական ամոթալի արշավին կոչեր անում համակարգող ձևավորել, նոր կաթողիկոս ընտրել, մարդիկ չեն միանում, հասկանում են։ Դավիթ եկեղեցին դա ամենակայուն ու կայացված կարելի ասել գնահատականը ստամ ինստիտուտն է։ Ամենադժվարը քանդելը կլինի եկեղեցին։ Այդ տեսեք ինքը փորձում է ընդհուպ մինչև սահմանադրությունը խախտելով, չէ, որտեղ նման լիազորություններ չունի միջամտել։ Տես ինչ բաներ անում, չէ, սաղմոսագիտությամբ զբաղվում, չգիտեմ, փորձում է ժողովրդին այդ ռակուրսի տակ հագա եկեղեցական բաներով տրամադրի, որտեղ հասկանում է, որ չի մարսելու, որտեղ նույնիսկ իր լսարանի մարդկանցից մարդիկ կան, որ կնախընտրեն եկեղեցին, քան իրեն։ Ինքը շատ զգուշավոր է հարցում, բայց այստեղ կա նաև շատ կարծում եմ հաշվարկված քայլերը, համաձայն որի այսպիսի մեթոդաբանությամբ է փորձում խարխլել եկեղեցու հիմքերը, որտեղ հասկանում ենք, չէ, որ երբ որ պետություն չենք ունեցել, եկեղեցին այդ ֆունկցիան վերցրել իր վրա, որ դա ֆետիշացված բան չեմ ասում, դա նորություն չեմ ասում, եկեղեցին ամուր է դառնով, միասնական է, եկեղեցու մեջ էլ լիքը խնդիրներ կան, ես երբ որ ինձ ասում են, բա իրոք եկեղեցու մեջի խնդիր, ասում եմ, այո, ես ինքս չեմ կարծում, որ կարեգին բան սուրբ է, բայց ուրիշ բան է, որ դու հիմա դա քաղաքականացնում ես, դա ներքին այդ հարցը չես լուծում, կոմպրոմատներ ունես կամ ուլտիմատումներ դնում ես, դա ներքին սենյակային տարբերակով չես լուծում, այլ իլուր աշխարհի հանում ցույց ես տալիս նաև մեր բացերը, նաև թերությունները։ Եվ եթե չես է ապացուցում, հագարակը դու ես էլի փաստի առաջ կանգնում ու ծիծաղի առարգա դառնում։ Եվ վերջը նոր իմացար այդ մասին։ Կամ նոր իմացար, այդ դրամա, նոր իմացար, նոր որոշեցիր, այդ ոնց եղավ, բա մինչև այդ 7 տարի դու քեզ չէին զեկուցել, չէին ասել, հիմա դու նոր իմացար։ Կամ հասկանում ես, որ դու շատ թույլ տեղից ես կպել։ Եթե նույնիսկ կուսակրոնության այդ բան ես դու վիճարկում, դա էլ կոնկրետ այ գիրկը առեմ մաներ գալիս, չէ՞ լրագրողների մոտ։ Այդ գիրկը ցիտելով հո չի։ Այդ նույնիսկ եթե տենց թերություն կա, դա ներ եկեղեցական հարց է։ Դա դրվում է ներ եկեղեցու ներս, ներ եկեղեցին որոշում է կայացնում։ Ուրիշ բան, երբ որ դու ասես, որ դուք պետք է դա անեք ձեր մեջ։
Բայց երբ որ դու միջամտում ես եկեղեցու գործերին, որքան է ասես ես չեմ միջամտում, Ամերիկայի Միացյալ Նահանգների պահանն է, ռումբը գցում է, ասում է ես կապ չունեմ, տենց չի լինում։ Եվ պարոն Կարապետյան, ուզում եմ նաև անդրադառնանք Արմեն Աբազյանի պաշտոնանկությանը, շատ է հնչում այս տեսակետը, որ դրա հիմնական պատճառն այն էր, որ վերջինս չի կատարել Սամվել Կարապետյանին, այսպես ասած, տեսարաններով ձերբակալելու Փաշինյանի հրահանգը։ Ըստ ձեզ որքանով էր սա պատճառը եւ կարող ենք փաստել, որ ուժայինները սկսել են Նիկոլ Փաշինյանին չենթարկվել, ինչի առաջին վկայությունն արդեն Աբազյանի օրինակն էր։ Տեսեք, իրադարձությունները ձեր ասած շոուներով ներկայացնելու, որտեղ նրանք փորձը ունեն, չէ՞, հիշում եք գեներալ Մանվելի բանել, իրենք գեղեցիկ ընդ որում հետո պետքա Վանեցյանը Արթուրն ասի, որ դա օրինակ նման ֆունկցիա չկար, որ նման սիրուն գեղեցիկ փաթեթավորված, նկարազարդված, նկարապատկերված ձևով ներկայացվեր հանրությանը, ԱԱՑ-ն չուներ նման ֆունկցիա, ԱԱՑ-ն մտնում է, անում է, նկարում, բայց այնտեղ լրիվ մարտաֆիլմ հիշեցնող բան էր։ Ու զգացվում է, որ դա նախապես պլանավորված, մոնտաժած, սարկած այն որ ասում է դզած փչած վիդեոինք նայե։ Հիմա այդ նույնն է, այո, շոու սարքել, չսարքելը դա հարցի մյուս կողմն է։ Այո, կա հավանականությունը, որ Աբազյանը չի ուզեցել մաս կազմել այդ ամեն ինչի եւ ընդհանրապես հանրության մեջ խոսում են, որ նրանք նաեւ բարեկամական կապեր ունեն եւ նա չի մտել դրա տակ, այսպես ասած։ Հասկանալով նաեւ պատճառը հետևանքները։ Ես չեմ կարող ասել, դա այն կառույցն է ու ինքը այն ֆիգուրն է, որ բացառապես նրա մտի խղճոք է, ինքը գիտի ոնց է իրականում իրականությունը։ Երբեք ոչ մի լրագրող փաստացի չի իմանա իրականությունը որն է։ Կարող ենք այո առողջ ենթադրություններ անել, որը հիմա անում ենք։ Բայց փաստը այո, ձեր ասածի մեջ լուրջ տրամաբանություն կա, հերկելի չէ։ Գուցե եւ ուրիշ ուլտիմատումներ կա եւ ուրիշ բաներ կա, որ նույն Աբազյանին, չէ, որ նա կոմպրոմատնային քաղաքականությամբ SMS-ներ գրելով կամ ռիսկեր ստեղծելով է, չէ, մարդկանց բանում, ով գիտի ինչ է հրամցրել, նա չի արել կամ նա ինքը այնքան կամք է դրսևորվել, որ սեփական դիմումով հրաժարվել է։ Պարոն Կարապետյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ։ Կհանդիպենք։